Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Մենք Արագածոտնի մարզում ենք, Կարբի գյուղում, եւ այսօր ձեզ պատմելու ենք մի նշանակալի ու շատ հետաքրքիր իրադարձության մասին, որ ուղղակիորեն կապված է այս գյուղի հետ։ Սա այն գյուղն է, որ շուրջ 40 օր դիմակայել է թուրքական օսմանյան բանակին, այն ժամանակ, երբ թուրքական զորքը մտել էր Հայաստան, շարժվում էր դեպի Երևան, պաշարում է Կարբի գյուղը, եւ կարբեցիները օգնություն խնդրելով Պարսից խանից եւ չստանալով այդ օգնությունը 40 օր ամրացնում են իրենց տները, գյուղի մատույցները եւ դիմակայում են թուրքական զորքին։ Խոսքը 1724 թվականի իրադարձության մասին է։ Մի քիչ ավելի մանրամասն խոսենք այս իրադարձության մասին, որովհետև ինքնին որպես երևույթ գյուղ, որը որ ունի բավարար միջոցներ, զենք, զինամթերք, դիմակայում է մի ամբողջ օսմանյան զորքի։ Այո, շատ ինքնատիպ վայրում ենք գտնվում։ Ընդհանրապես 1724 թվականի օսմանյան ներխուժման ժամանակ Արևելյան Հայաստանի տարածք մենք ունենք այդ պայքարի, թուրքական էքսպանսիայի դեմ պայքարի 4 գլխավոր սիմվոլ բնակավայրեր եւ պես երկրամասեր։ Իհարկե Արցախ եւ Սյունիքը որպես երկու երկրամասեր, որոնք կոնսոլիդացված համախմբված պայքարել են, դրանք են նախ եւ առաջ, եւ իհարկե Արարատյան դաշտում երկու շատ կարեւոր բնակավայրեր, մեկը Երևանը, մյուսը Կարբի գյուղը, որ այդ ժամանակ իդեպ գյուղ չէր, այլ գյուղաքաղաք էր, այսինքն շատ ավելի մեծ կարևորություն ուներ, քան ուղղակի շարքային գյուղ լինել։ Իդեպ այսօր էլ գյուղը որպես այդպեսին բավականին ակտիվ եւ այո, եւ իր բարեկեցությամբ եւ ծավալներով հիմա գյուղը ունի մոտ 3700 բնակչություն, Արագածոտնի մարզի ամենամեծ բնակավայրերից մեկն է եւ պատմականորեն եղել է այդպիսին բավականին խոշոր բնակավայր, որում հիշատակվում է հենց Կարբի տեղանունով 7-րդ դարից սկսած եւ հետագայում էլ պեղումները արդեն 1980-ական թվականներին ցույց են տվել, որ դրանից ավելի վաղ էլ հոգեվոր կենտրոն են եղել, որովհետեւ 4-րդ, 5-րդ դարից սկսած այստեղ պեղումները բացահայտում են բազիլիկ եկեղեցու հետքեր, ավելի քան 2 մետր բարձրությամբ պատեր են պահպանվել եւ նաեւ 6-ից 7-րդ դարի բազիլիկ եկեղեցի եւ այլն։ Մենք դեռ թեմային կանրադառնանք, բայց վերադառնամ 1724 թվականի իրադարձություններին։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ երբ փաստորեն Եղվարդի մոտ պարտություն էր կրել Երևանի խանը օսմանյան բանակից, օսմանյան Քյոփուրլու Աբդուլլա Քյոփուրլու Փաշայի զորքից պարտված Միրալի խանը քաշում է քաղաք, բայց նախապես ասվել էր, թե օգնելու են, ինչպես նշեցիր, կարբեցիներին, բայց այդ օգնությունը չի լինում։ Եվ այնքան համառ է լինում դիմադրությունը եւ թուրքական կողմը ժամանակի խնդիր ուներ արագ շարժվելու Երևանի ուղղությամբ, որ Երևանը չհասներ ինքնապաշտպանություն լավ կազմակերպել, դրա համար պետք է ինչ-որ լուծում գտներ ու փոխհամաձայնության եկան իրենք փաստորեն գյուղաքաղաքի այդ ժամանակվա Ավանի, Կարբի Ավանի ավականու հետ եկան համաձայնության, որ իրենք չեն մտնի գյուղ, միայն թե փաստորեն գյուղացիները զենքը վայր դնեն եւ հնարավորություն տան, որ զորքը կարողանա զորաշարժ կազմակերպել եւ դուրս գա ավելի հարավ, այսինքն Քասախ գետի հովտով հարավ շարժվի եւ գնա Երևանի ուղղությամբ։ Այս իհարկե գործողությունը զգալի ժամանակ տվեց Երևանի պաշտպաններին, որպեսզի այնտեղ կարողանան նախապատրաստվել ինքնապաշտպանության եւ փաստորեն Կարբին այդ իմաստով համահայկական գործողության մասնակից է եղել եւ երբ հաճախ հարց են տալիս, չէ՞ թե ինչ կարող է անել մեկ գյուղը կամ ինչու ենք մենք լոկալ գործողություններին ուշադրություն դարձնում, ցանկացած այո լոկալ գործողություն կոնկրետ Կարբի օրինակով
ցույց է տալիս, որ կարող է համահայկական նշանակություն ունենալ եւ իրավիճակ փոխել, նպաստել, որպեսզի ավելի մեծ թատերաբեմում գործողությունները այլ սցենարով ընթանան եւ իսկապես Երևանի պաշտպանությունը հետո տեսնում ենք, որ արդեն տեղական մեր ավականին 6 հրամանատարների ղեկավարությամբ շատ լավ կազմակերպված է ընթանում Երևանը 110 օր կարողանում է դիմադրել այն պայմաններում, երբ որ նույն Միրալի խանը քաշվել էր իր միջնաբերդը եւ թողել էր քաղաքը ուղակի բարձի թողի վիճակում եւ հայ պաշտպանները պետք է Պողոս Քեչիբեկյանի, Հովհաննես Սունդիբեկյանի եւ այլոց ղեկավարությամբ կազմակերպեին ինքնապաշտպանությունը կանոնավոր Օսմանյան բանակի դեմ։ Մարտերը ընդորում Երևանի ուղղությամբ շատ ակտիվ հասնում են մինչև ժամանակակից Սուրբ Սարգիս եկեղեցու տարածք, հետո քաղաքի մեջ անգամ արդեն գրաված քաղաքի մեջ 4 օր շարունակել են քաղաքացիները հայ քաղաքային բնակչությունը դիմադրել։ Ստացվում է, որ Երևանի եւ Կարբիի օրինակով մենք ունենք 1724 թվականի Օսմանյան ներխուժման ժամանակ համառ դիմադրության օրինակ այն պայմաններում, երբ որ մենք այդ ժամանակ չունենք անկախ պետականություն եւ գործ ունենք փաստորեն Արևելյան Հայաստանի հետ, որը պարսկական պետության կազմում է եւ Արևմտյան Հայաստանի հետ, որը Օսմանյան պետության կազմում է, թուրքական պետության եւ այս իրականության մեջ փաստորեն թուլացած պարսկական համակարգի տեղում տեսնում ենք թուրքական համակարգի էքսպանսիա, որին դիմադրում են հայերը։ Դու թեև քո խոսքի վերջում արդեն որոշակի անդրադարձ կատարեցիր պատմական իրադրությանը, բայց եթե ավելի մանրամասն խոսենք եւ խորենանք դետալների մեջ, թե ինչպես կամ ինչու տեղի ունեցավ Օսմանյան ներխուժումը դեպի Հայաստան, որն էր նպատակար, հասարակ ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ էր ստեղծվել տարածաշրջանում, որը հանգեցրեց այս ամեն ինչին։ Իսկապես աշխարհաքաղաքական իրավիճակ էր փոխվել 1722 թվականից սկսվեց եւ մինչեւ 1736 թվական շարունակվեց մի ժամանակաշրջան 14 տարի տևած, երբ Իրանը խորը ճգնաժամի մեջ էր եւ պարսկական պետության ճգնաժամը հնարավորություն տվեց տարածաշրջանի հին նրա հակառակորդ Օսմանյան կայսրությանը միջամտելու պայքարին, փորձ կատարելու մտնելու Արևելյան Հայաստանի տարածք, Վրաստանի արևելյան հատված, առհասարակ այսօր Կովկաս մտնել, մյուս կողմից հնարավորություն տվեց նոր խաղացողի մտնել այս խաղի մեջ։ Խոսքը ռուսական պետության մասին է, որը նոր էր գտնվում իր այդ վերափոխման, կերպարանափոխման փուլում, տրանսֆորմացիայի մեջ։ Խոսքը այն մասին է, որ ռուսական պետությունը 1721 թվականին դարձավ կայսրություն։ Այսինքն Պյոտր Պետրոս առաջին մեծի օրոք Ռուսաստանը հաղթելով Շվեդիային երկարատև պատերազմում վերածվեց գերտերության եւ նպատակ էր դրել հարձակվելու նաեւ հարավ, առևտրական օրինակ մետաքսի առևտրի տարբեր ուղիներ իր ձեռքը վերցնելու եւ ամրանալու նաեւ հարավային ուղղությամբ։ Ու այստեղ շատ կարեւոր էր Պյոտրի եւ ռուսական պետության համար մտնել օրինակ մեր տարածաշրջան, այստեղ լավ հնարավորություն է, պարսկական պետությունում ճգնաժամ է, 1722 թվականին աֆղանները գրավում են մայրաքաղաք Սպահանը, ապստամբ աֆղաններ են, որոնք նրանք ենթարկվում էին մինչև այդ պարսկական կենտրոնական իշխանություններին, ուզբեկներն են նրանց դեմ ապստամբել եւ այս իրավիճակում ռուսական պետությունը փորձում է օգտվել պաշտոնապես ասելով, թե եկել է Պարսից շահին օգնելու իբրև թե նրա հպատակներից, որպեսզի պաշտպանի նրան։ Եվ քանի որ Օսմանյան կայսրությունը տեսնում է, որ նոր խաղացող է մտնում տարածաշրջանից, հին խաղացողը վատ վիճակում է, մտածում են օգտվել իրավիճակից, մի կողմից կասեցնեն ռուսական պետության հնարավոր մուտքը տարածաշրջան, մյուս կողմից պարսկական պետությանը հանեն տարածաշրջանից։ Եվ արդյունքում ինչ է լինում, 1722 թվականին Պյոտրի կասպիական արշավանքն է լինում, այսինքն Պյոտրի զորքերը հասնում են Ավշերոնյան թերակղզի, ժամանակակից Ադրբեջանի Կասպիստովյան
այդ առափնյա հատվածը, բնականոն ժամանակ ոչ մի Ադրբեջան գոյություն չուներ, դրանք պարսկական տիրույթներ էին եւ այդպես իջնում են հարավ ընդհուպ հասնելով մինչեւ Գիլան։ Այսինքն Կասպից ծովի առափնյա շրջաններն են փորձում վերցնել, բայց դա միանգամից չի լինում, միանգամից 22 թվականին չի լինում։ Առաջին ալիքը Պյոտրի առաջին գործողությունների ալիքը անհաջողությամբ է ավարտվում, որովհետև նավաբեկություն է լինում եւ կորուստներ է ունենում։ Եվ օգտվելով այս հնարավորությունից, որ Պյոտրի առաջին գործողություններն անհաջող են, Օսմանյան կայսրությունը մտնում է խաղի մեջ։ Շատ կարևոր էր արագ մեջտեղից հանեն տարածաշրջանում կարևոր դեր խաղացող վրացական թագավորությանը, Քարթլի Կախեթի թագավորությանը, որի թագավոր Վախթանգը բանակցությունների մեջ էր եւ Պարսից շահի հետ, եւ թուրքական սուլթանի, եւ Պյոտրի հետ, եւ հավաստիացնում էր բոլորին, որ իրենց հետ է, բայց գործողություններով ավելի հակված էր Պյոտրին աջակցելու եւ կոնկրետ 1722 թվականին հայ-վրացական միացյալ ուժերը, հիմնականում Արցախից եկած հայկական ստորաբաժանումներ, վրացական զորքեր մոտենում են Գանձակին մոտ գտնվող Չոլակ վայր եւ սպասում են, որ Պյոտրի ուժերը պետք է գան եւ վերջապես ազատագրվեն, ինչպես իրենք էին մտածում մահմեդականների լծից։ Բայց դա տեղի չունեցավ, հայտնի է այդ նավաբեկությունը, Ռուսաստանի ետքայլը եւ ժամանակ են փորձում արագ օգտագործել թուրքերը։ Եվ 1723 թվականին նրանք Գառնանը պատերազմ են սկսում, մտնում են արդեն նախկին պարսկական փաստորեն տիրույթներով փաստացի անկախություն էին վայելում այդ իրավիճակում եւ շարժում են Թբիլիսիի, Իֆլիսի ուղղությամբ, գրավում են այն հունիսին եւ դրանից հետո շարժում են դեպի Գանձակ։ Մյուս ուղղությունը 24 թվականին արդեն Գառնանը շարժում են դեպի ժամանակակից Շիրակի մարզի տարածք եւ միտքը հետեւյալն էր. պետք է ուրեմն Գանձակի ուղղությամբ շարժվեին դեպի հարավ, գնային Արցախը ակցանեին այդտեղից Ատրպատական, մյուսը Արարատյան դաշտ պետք է իջնեին եւ Արարատյան դաշտով Նախիջևան, ստացվում էր Սյունիք եւ Արցախը լեռնային երկու այդ երկրամասեր, որտեղ հայերը փաստացի այդ ժամանակ ինքնավարություն եւ նույնիսկ ինքնուրույնություն էին վայելում, պետք է այդտեղ գնային, ակցանեին եւ ոչնչացնեին այդ իշխանությունները։ Ես հիշեցնեմ, որ այդ ժամանակ Սյունիքում Դավիթ բեկի գլխավորած ազատագրական շարժումներ, հայկական մելիքությունները հասել էին բացարձակ ինքնուրույն կարգավիճակի, երբ որ նույնիսկ Պարսից շահն էր ճանաչում նրանց իրավունքները։ Մյուս կողմից Արցախում Եսայի Հասան Ջալալյանի ղեկավարությամբ Գանձասարի կաթողիկոսի եւ Ավան, Թարխան եւ այլ հարուրապետների գլխավորությամբ ազատագրական շարժում էր եւ ստացվում էր տեղի մելիքական ընտանիքները նույնպես անկախություն էին վայելում, փաստական անկախության շրջան էր։ Մենք երբ որ խոսում ենք պետականության մասին, միշտ ուզում ենք, որ դա տեսնենք թագավորության հենց մեր պատկերացրած թագավորական իշխանության տեսքով, բացարձակ ամբողջ Հայաստանը, բացարձակ միապետություն, բայց չմոռանանք մի բան, մեր իշխանների մելիք տիտղոսը Մալեք բառից արաբական միջավայրի թագավոր է նշանակում, այսինքն օտարների աչքին նրանք լոկալ իրենց տարածքի թագավոր էին դիտարկում եւ սա էլ պետականության որոշակի ֆորմա է, ձև է եւ բնականաբար Օսմանյան պետության համար շատ կարեւոր էր դա եւս վերացնել։ Հետարքիր է, որ դիմադրության Օսմանյան բանակը հանդիպում էր հենց հայկական միջավայրում եւ սա բնականաբար հետո արդեն տարիներ անց գնահատում է Պարսկաստանում իշխանությունը նորից համախմբելու փորձ կատարող Նադիր խանը, որը պետք է 1736-ին դառնա շահ, օգտագործում է հայկական զինուժի գործոնը, 1735-ին հաղթում Եղվարդի ճակատամարտում թուրքերին եւ դրանից հետո հայկական մելիքների իրավունքներն է ճանաչում։ Այսինքն, եթե մենք այս ամեն ինչի մեջ ենք նայում, աշխարհաքաղաքական իրողությունների ինչ է ստացվում, որ առանձին այս հայկական օջախները փորձել են պահպանել հայկականության միջավայրը, իրենց տարական իրավունքները եւ անգամ փաստորեն պետականության գաղափարի որոշակի պահապաններ են եղել Արցախի եւ Սյունիքի օրինակով, իսկ Կարբիի եւ Երևանի օրինակով սեփական բնակավայրում ապրելու, արարելու իրավունքը
եւ սեփական միջավայրի պաշտպանությունը։ Եվ այս տեսանկյունից հենց արդեն տրամաբանական է դառնում, ինչու մենք պետք է այս հերոսական դիմադրությունների օրինակը մեր աչքի տակ ունենանք, իսկ եթե գլոբալ աշխարհակաղակականության տեսանկյունից ենք նայում կամ տարածաշրջանային քաղաքականության, արդյունքն ինչ էր։ Կարճատև հաջողություն ունեցավ Օսմանյան կողմը, ստիպեց, որպեսզի Ռուսաստանը գնա իր հետ սեպարատ պայմանագրի, Երևանի պաշտպանությունը հունիսի 7-ին է սկսել, հունիսի 12-ին ռուսական կողմը Կոստանդնուպոլսում ստորագրել է թուրքերի հետ համապատասխան պայմանագիր, որ ազդեցության գոտիների են բաժանում տարածաշրջանը։ Իրենց մնացել է Մերձկասպյան տարածքները, դրանից դեպի արևմուտք, այսինքն Հայաստանը, Վրաստանը ամբողջությամբ անցնում էին Օսմանյան կայսրությանը որպես ազդեցության գոտի։ Իսկ Պարսկաստանը վերականգնում էր իրավունքները 1732-ից 36 թվերին։ Նախ ռուսների հետ պայմանագիր են կնքում, որով հետ են վերցնում տարածքը առանց պատերազմի, 36-ին էլ թուրքերին արդեն պարտության մատնելուց հետո Էրզրումի պայմանագրով են հետ վերցնում։ Եվ վերականգնում է այն նույն վիճակը, որ եղել էր մինչև 1722 թիվը, բայց հաշվի առնելով այն, որ հայերը դիմադրել են կոնկրետ օրինակներով Օսմանյան ներխուժմանը, Նադիր շահը որոշեց, որ պետք է օրինակ հայոց կաթողիկոսի իրավասության սահմաններն ընդարձակվեն, Արցախի մելիքներին տրվի հատուկ կարգավիճակ, նրանց ավագ մելիքը խանական տիտղոս ստացավ, հավասարվեց մուսուլման առաջնորդներին։ Այսինքն պայքարը ստացավ իր արժանի գնահատականը, եւ սա հետագայում ուղերձ եղավ, որ նման իրավիճակներում սերունդները պետք է պայքարեն, այլ ոչ թե ինքնակամ հանձնվեն եւ բացեն հայրենիքի դարպասները օտարների համար։ Այսօր էլ Կարբին բավականին մեծ ակտիվ յուղ է համարվում եւ նաեւ մենք տեսնում ենք, որ նաեւ հարուստ է սրբատեղիներով, պատմական նշանակության վայրերով, ուզում եմ խոսենք նաեւ Կարբի պատմության մասին, մինչեւ որտեղ են հասնում Կարբի պատմության շերտերը, որտեղից է սկիզբ առնում առհասարակ ինչ կարող ենք ասել այս գյուղի մասին։ Այո, ինչպես արդեն տեղին նկատեցիր, գյուղը շատ առատ է տարբեր պատմաճարտարապետական հուշարձաններով եւ նույնիսկ նաեւ կարելի է ասել, որ ուսումնասիրման դեռ մեծ դաշտ ունի, որովհետեւ ցանկացած տեղում եթե հնագիտական աշխատանքներ կազմակերպեն, այստեղ հնարավոր է գտնել նոր հուշարձան։ Նույն 1980-ական թվականների երկրորդ կեսին հայտնաբերված վաղ միջնադարյան բազիլիկը 4-5-րդ դարերի, հետո 6-7-րդ դարերի կառույցը, բազիլիկ եկեղեցու, այդ բոլոր շինությունները ցույց են տալիս, որ այստեղ շատ մեծ առատություն կա հուշարձանների։ Ավելին, այստեղ վաղ միջնադարյան վաղ խաչքարային արվեստի նմուշներ կան հայտնաբերված, 5 գերեզմանատանը արդեն զարգացած միջնադարի շրջանի եւ ուշ միջնադարի խաչքարեր կան եւ այստեղ շատ կարեւոր է շեշտել, որ հենց գյուղը Կարբի անունով 7-րդ դարից հիշատակվում է։ Նաեւ այստեղ պետք է նշել, որ գյուղը ունի պահպանված ամբողջական տեսքով պահպանված հուշարձաններ, կոնկրետ մենք այս պահին գտնվում ենք Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ նրա մոտ երկհարկ եկեղեցու մոտ, կոնկրետ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1691-93 թվականներին, իսկ ահա զանգակատուն ունեցող երկհարկ այդ եկեղեցին 1338 թվականին Եվ վերջին անգամ նորոգման աշխատանքներ 1999 թվականին են ավարտվել եւ այս եկեղեցին, օրինակ երկհարկ եկեղեցին բավական բացառիկ իր ոճի մեջ բացառիկ է, ինքնատիպ եւ առանձնանում է հայկական ճարտարապետության մեջ իր մոտիվներով։ Նաև պետք է գյուղի տարածքում նկատի ունենալ, որ ունենք նաև այլ հուշարձաններ, Թուխմանուկ սրբավայրը, Ծիրանավորը, Սուրբ Գևորգ եկեղեցին 11-ից 13-րդ դարեր։ Եվ պետք է շեշտել, որ Կարբին 17-18-րդ դարերում հատկապես խոշոր բնակավայր է եղել, հիշատակվում է որպես գյուղաքաղաք, տարքիրը, որ գյուղի մասին այդ ժամանակ իբրև գյուղաքաղաք, օրինակ Զաքարիա Քանաքերցին է խոսում 17-րդ դարի հայ նշանավոր պատմագիր,
18-րդ դարում նույն Կարբի ինքնապաշտպանության առիթով Աբրահամ Երևանցին է իբրև մեծ բնակավայր են ներկայացնում, նա այն պատմիչն է, ով ներկայացնում է նաև Երևանի հերոսական ինքնապաշտպանությունը 1724 թվականին։ Գյուղը հետագայում էլ պահպանել է որոշակի մշտական բնակչություն եւ օրինակ ռուս-սպարսկական 1826 թվականների պատերազմից հետո, երբ որ բնակչության տեղաշարժերը բավական մեծ էին, 1831 թվականի արդեն առաջին պաշտոնական վիճակագրությունը, երբ որ ռուսական իշխանությունների հրապարակում 700 բնակչություն էր, շուրջ 700 բնակիչ, ռուսական կայսրության առաջին մարտահամարով 1897 թվականին 1200-ի է մոտենում բնակչության թիվը, իսկ արդեն խորհրդային շրջանում հատում է եւ 2000-ի սահմանը, 79 թվականին 2500-ի սահմանն է հատում, իսկ արդեն 89 թվականին մոտենում է 3500-ի սահմանագծին, անկախության տարիներին 3700 բնակչին մոտ է արդեն բնակչության թվականակը եւ բավական կայուն եզակի բնակարարից Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվականակը բավականին կայուն է եւ կրկնում եմ այստեղ թե խաչքարեր կան տարբեր ժամանակաշրջանների, թե տարբեր այլ սրբավայրեր, այս առումով նման առատությամբ ճիշտ է Հայաստանում բոլոր բնակավայրերն էլ տարբեր ժամանակաշրջանների հուշարձաններով շատ առատ են, բայց բացառիկ առատություն ունի Կարբի գյուղը եւ այս առումով կարելի է ասել, որ իսկապես գյուղի բնակիչները կարող են հպարտանալ պատմական այն ժառանգությամբ, որ ունեն։ Իսկապես պատմական նշանակության կարևոր բնակավայր է Կարբին, որտեղ տեսնելու եւ բացահայտելու շատ բան կա։ Իսկ Կարբիի 40-օրյա դիմադրությունը թուրքական զորքին վառ օրինակն այն բանի, որ երբեմն լոկալ պայքարը, լոկալ մարտերը շատ հաճախ կարող են հիմք դառնալ, կայծ դառնալ ավելի լայնածավալ գործողությունների։ Իսկ մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։